Գաթայի ավանդական փառատոն այսօր մարտի 26-ին կայացավ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում։ Տարբեր տեսակի պատրաստած գաթաներ համտեսեցին բոլոր ներկաները։ Ոմանց էլ բախտ վիճակվեց գտնել գաթաներում թաքնված նվերը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես Գաթայի փառատոնը ընդունված է անցկացնել Հայ Առաքելական եկեղեցու միջին կոչված տոնի օրը։ Այսօր մեծ պահքի 24-րդ օրն է, որը որ մեր եկեղեցին անվանում է միջինք, այսինքն մեծ պահքը կիսվում է, բաժանվում է երկու մասի, այսինքն այն մարդիկ, ովքեր որ պահք են պահել, կեսը արդեն հաղթահարել են եւ մնում է մյուս կեսը մինչեւ Տիրոջ հարության օր։ Եվ այսօր առաքելական մեր Սուրբ եկեղեցին եւ մենք Ախալքալաքում ընդունված ավանդության համաձայն միշտ կազմակերպում ենք հայկական գաթա փառատոնը եւ մեր քաղաքի ներկայացուցիչները, մեր մշակութային բաժնի եւ այն մարդիկ, ովքեր որ ցանկություն են հայտնում, իրենց կողմից գաթա են պատրաստում եւ բերում են եկեղեցի բոլոր ժողովրդին ի տես նաեւ որ ի լուր նաեւ բոլորին որ պահքը կիսվել է եւ նաեւ մարդիկ կարող են մոտենալ եւ ճաշակել այդ գաթայից։ Փառատոնի մասնակիցներից շատերը առաջի անգամը չէ որ ներկայացրեցին իրենց պատրաստած ավանդական գաթաները։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել միջինքի գաթայի փառատոնին մեզ հրավիրելու համար։ Սա ինքնատիպ մի արարողակարգ է հայկական ծեսեր, ավանդույթները պահպանելու եւ հոգեվորաժեքները եւս մեկ անգամ կարևորելու համար։ Այս պահին մենք ներկայացնում ենք եւ Magic Planet-ի եւ Line-up-ի գաթաները։ Պատրաստել ենք մեծագույն սիրով, պահպանելով հնարավորինս ծիսական արարողակարգերը եւ ի դեպ ունենք անակնկալներ նաեւ գաթաների մեջ։ Մեկը շատ քաղցր կաթա է, պատրաստված չրեղենով, ընդեղենով, իսկ մյուսը շատ անակնկալային է։ Կարծում եմ համտեսողները կգնահատեն ու նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել մասնակցության եւ հրավերի համար։ Տոնական տրամադրությամբ մեծ հյուրասիրությունով ու երկու պարով ավարտվեց փառատոնը։